առաջարկում ենք հանրային լայն կոնսոլիդացիա ընդդեմ այս իշխանության, որը Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ է մասնակցելու ընտրություններին եւ իրականացնելու այն օրակարգը, որը նրան թելադրում են Էրդողանը, Ալիևը, Ֆիդանը եւ մյուսները։ Այս հայտարարությունից հետո եւ համաժողովից հետո ԿՊ-ին տագնապ հայտարարվեց եւ այնտեղ մեյդան բերվեցին Թուրքիայի հետ ախպերություն անող Ռուբեն Ռուբինյանը, արդեն Նասկի մայկատրուսիկ ունեցող Վագն Ալեքսանյանը, Ծաղկաձորում առանձնատուն կառուցած Արսեն Թորոսյանը, ով ասես ով չմեն եւ մի կին ատամնատեխնիկ, հա, ու ինչու են մեղադրում իրենք ընդդիմությանը մեղադրում են ուշադրություն ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու ծրագիր ունենալու մեջ, հասկանում ես, աբսուրդը որտեղ է հասնում։ Ունի հարայհրոց են դրել, հասեք, փրկեք, ինքնիշխանություն, միջամտում են մեր ներքին գործերին, ոտնահարում են մեր ինքնիշխանությունը։ Ու սա ասում են այն նույն մարդիկ, ովքեր Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի աջակցությունը, ուղիղ աջակցությունը Նիկոլ Փաշինյանի նորմալ են համարում։ Մի բան էլ շնորհակալություն են հայտնում նրան։ Ու սա ասում են մարդիկ, ովքեր իրենք են դիմում Եվրամիության չինովնիկներին եւ խնդրում են, աղաչում են, ասում են, եկեք Նիկոլ Փաշինյանին ընտրությունների ժամանակ աջակցեք այնպես, ինչպես որ Մոլդովայում աջակցեցիք Սանդուին։ Ընտրություններից առաջ են սրանք ուզում ընտրությունները արդեն կեղծած լինեն։